ընկերներ ունեք դուք, ում եք ուզում որ լինի վարչապետի թեկնածու։ Իհարկե Սամվել Կարապետյանի սիրո համար եկել ենք, վստահության համար եկել ենք, հույսի համար եկել ենք, ամբողջ հայության անունից եկել ենք, ուզում ենք Հայաստանը մեզ քաոսը վերանա, ժողովուրդը հարգվի իշխանությունների կողմից, իսկ Սամվել Կարապետյանը բացի հարգանքից ու իզրոշում բան չի ցույց տվել եւ աշխատանքում եւ շրջապատում։ Հաջողվի նրան փոխել իշխանությունը գալիս։ Անպայման, բա ինչի՞ չի հաջողվի, որ ամբողջ հայությունը Հայաստանը ասում եւ սրտի ցավով, թե ինչ է կատարում Հայաստանում, Թուրքը Հայաստանում իշխի։ Սամվել Կարապետյանը արտաքին ներքին քաղաքականություն կվարի հոյակապ ձևով, այնպես ինչպես որ տնտեսություն եւ մնացած բաներն է արտակարգում։ Եթե Սամվել Կարապետյանը չլինի, Հայաստանը գնում է կործանման, չեմ ասում թրքացման, արդեն թրքացած է, որտեղ նայում եք ադրբեջանական դրոշներ։ Ինչի համար։ Դուք որ համայնքից եք, Երևանից եք, թե Վանաձորից դեռ մենք չունենք Փարքաստու լոռում թուրքական դրոշներ, թող իր ջենոքավանում եղնի թուրքական դրոշներ եւ ինքն է սուրճ խմի կամ պատի կանգնի թուրքական դրոշին նայելու։ Մերը չէ, ինքը տեղից է, դրա համար եմ ասում։ Ես իմ քաղաքում Հա? Գետ գյոզալ գյուղը հանձնենք, որ ինքը Չէ, ոչ մի բան չի հանձնենք, ընդհակառակը ասենք Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետր տարածքով ա եղել, Արցախը 12500 քառակուսի կիլոմետր տարածքով ա եղել։ Դրա համար երբ որ Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի համար, ոնց ակնկալիքներ չունենանք մենք։ Ակնկալիքներ ինչքան ասես, թող թուրքահապատակները ակնկալիք ունենան Նիկոլից։ Մենք հայերս համայն հայությունից ակնկալիքներ ունենք միայն մի մարդու, Սամվել Կարապետյանից, եւ հույսով ենք, որ ինչքան մաքուր է նա, այնքան մաքուր կլինի մեր երկիրը։ Տեսեք, իշխանությունները ասում են ձեզ էլ ինչ է պետք, խաղաղ ապրում ենք, սահմանին կրակոցներ չկան, թոշակները բարձրացրել են, աշխատատեղեր են իրենք այսքան 7 տարվա ընթացքում բացել է, էլ դրանից ավելի ինչ են ուզում, որ մի հատ էլ հիմա փոփոխություն են։ Դե հիմա տեսեք, իմ մազը սպիտակ է։ Ես ապրել եմ նաև Արցախում, իմ աշակերտները զոհվել են, ես աշակերտներս պատվին իմ մազերի չեմ ներկում, Արցախը կորցրել ենք, աշակերտի համար ես մազ չեմ ներկել, Արցախի համար ես ինչքան ցավ կապրեմ, երբ որ 20 տարի ես աշակերտ եմ, տասնյակ հազարավոր դաստիարակի պատմություն եմ սովորեցել, իսկական պատմություն, անցածներ կա, ապագա պատմությունը դա պատմություն չի, մեկ, երկրորդը, ինչը վերաբերում է աշխատատեղերին, որ ասում եք աշխատատեղեր ստեղծված են, ասում են թոշակառուները թող աշխատեն, թոշակառուն գնա ինչ անի, կանաչի ծախի, հավաքարար աշխատի, դուք կընդունեք թոշակառուներին որևիցե մի պետական հիմնարկություններում այն աշխատավարձով, որ նշում եք 200,000, 500,000, նույնիսկ 1 միլիոնանոց ուսուցիչ կա, ասենք մի հատ կա 1 միլիոնանոց ուսուցիչ հետո Բա թոշակառուներին վերջին հաշվով, ես չեմ ուզում ասեմ թոշակառու, ես ուզում եմ ասեմ տարիցներ, եթե դեմ չեք։ Տարիցներ։ Միջին բիզնեսով զբաղվեն, իդեալական տարիք։ Հա, իդեալական տարիք, բա ինչի եք փոքր միջին բիզնեսները փակում են։ Կարապետյանի 5 քայլի մեջ փոքր միջին բիզնեսի մասին գրած է չենք հավատալու ենք, մենք այդ մարդկանց հնարավոր չի, որ չհավատանք, օրինակ սրանք ինչ քայլեր որ ասում են, այդ քայլը այդ ժողովրդի 70%-ը դժգոհ է, ինչի են դժգոհ, ինչի անդադ ավելանում Սամվել Կարապետյանի հավակնորդների քանակը, որովհետև այդ ակնկալիքները բազմաթիվ են, հիմա 5 քայլը հետո կլինի 50, հետո 500, ես վստահ եմ, որ կլինի, ուզում եմ Սամվել Կարապետյանին գրկեմ, սիրեմ, ասեմ, մեր հույսը, հավատը, վստահությունը նրա համար հանդեպ ձեզ, որ դուք այդպիսի լավ մարդիկ եք, իսկ լավ մարդուն արժե գրկել։